2001 թվականին կապված Կոլցո ռազմագործողության 10-րդ տարելիցի հետ ԼՂՀ ազգային ժողովում կազմակերպվեցին խորհրդարանական լսումներ։ Որոշվեց ստեղծել ԽՍՀՄ և ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ գործած հանցագործություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա պետք է ընդունվեր իրավաքաղաքական կարևոր նշանակության փաստաթուղթ և հասցեագրվեր Ռուսաստանի Դաշնության պետական դումային, Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատին և Ֆրանսիայի ազգային ժողովին։ Պատգամավորական հետաքննությունը պետք է իրականացներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը, որը նախագահում էր փորձառու իրավաբան, իրադարձությունների ականատես Յուրի Հայրապետյանը։ Միջանկյալ ասեմ, որ նա հետագայում նշանակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին մարդու իրավունքների պաշտպան և կարողացավ ոչ միայն զրոյից նոր հաստատություն ստեղծել, այլև արդյունավետ համագործակցություն ծավալել միջազգային գործընկերների հետ, Արցախյան այդ ինստիտուտը հասցնելով ՄԻՊ Եվրոպական ասոցիացիայի դե ֆակտո ճանաչված անդամի կարգավիճակի։ Հենց առաջին քայլերից Կոլցո ռազմագործողության ընթացքում խորհրդային և ադրբեջանական զինվորականների, ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատների, հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից գործած հանցանքները փաստագրելու ուղղված ազգային ժողովի հանձնաժողովի փորձերը մատնվեցին անհաջողության։ Պատկան բոլոր մարմիններից ստացվեց նույնաբովանդակ պատասխան՝ արխիվներում ձեր պահանջին վերաբերող նյութեր չկան։ Քանի որ լսումները նախաձեռնել էր խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, հարկադրված է առանձնազրույցներ ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի, ՆԳ նախարարի և ԱԱԾ տնօրենի հետ։ Պատասխանը մեկն էր։ 1991 թվականի տարեվերջին Ստեփանակերտից հեռացող ադրբեջանական կազմկոմիտեն, արտակարգ դրության շրջանի զինվորական պարետությունը, ԽՍՀՄ ՆԳՆ հատուկ քննչական խումբը ոչնչացրել կամ իրենց հետ տարել են բոլոր արխիվային նյութերը։ Ըստ էության, Կոլցո ռազմագործողության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմինները, ԱԱԾ-ն փաստական ոչ մի նյութ չեն պահպանել, կամ կարելի է ենթադրել, քաղաքական ղեկավարությունը չցանկացավ, որ Խորհրդային Միության զինվորականների, ՆԳՆ և ՊԱԿ համակարգի աշխատակիցների հանցավորությունն ապացուցող փաստերը խորհրդարանական հանձնաժողովին հասանելի լինեն, քանի որ ազգային ժողովը դրանք կարող էր հրապարակել, հասցնել հանրությանը և միջազգային իրավապահ կազմակերպություններին։ Նախաձեռնությունը մարվեց։ 1-2 նիստից հետո հանձնաժողովը ստիպված էր դադարեցնել գործունեությունը։ Այդ ընթացքում պատգամավորները հանդիպեցին Կոլցո ռազմագործողությունից տուժած տասնյակ անձանց և եկան եզրակացության, որ այդ մարդկանց օրենքով պետք է տրվի բռնադատվածի կարգավիճակ։ Հարկ եղավ այս անգամ էլ հաղթահարել կառավարության չկամությունը։ Օրենքն ի վերջո ընդունվեց, սկսվեց մարդկանց տառապանքը։ Բռնադատվածի կարգավիճակ տրամադրելու համար պետք է ներկայացվեր ձերբակալությունը, կալանքը կամ ազատազրկումը հաստատող փաստաթուղթ։ Այս դեպքում էլ պարզվեց, որ Լեռնային Ղարաբաղի ՆԳ մարմինները նույնիսկ ադրբեջանցիների և խորհրդային զինվորների կողմից հայ ազգի անձանց առևանգումները չեն հաշվառել։ Ահա այսպիսի անփութություն և այդ մասին տասնամյակների լռություն է իշխել Ստեփանակերտում, որտեղ ԽՍՀՄ ՆԳՆ հատուկ քննչական խմբի անդամ Վիկտոր Կրիվոպուսկովի «Ապստամբ Ղարաբաղ» գրքի շտորանդեսը երբ կազմակերպվեց, միայն տողերից հեղինակն ընդվզեց, որ դա նշանակում է արդարացնել դժնի գեներալ Սաֆոնովին, իսկ Գեղամ Բաղդասարյանը հեղինակի ազգանունը հրապարակային գրեց Կրիվոպուսկով, բայց նա իշխանությունների կողմից արժանացավ մեծ պատիվների։ Այդ լռությունը բումերանգն է, որ Բաքուն մեզ վերադարձնում է, օրակարգ բերելով Հայաստանում թաքնվող ռազմական հանցագործներին հանձնելու թեման։ Նյութի աղբյուր, Առաջին AM։